Ինչպես առցանց ներկայացնել ամուսնալուծության դիմում։ Այցելեք eServices Moje.am հարթակ և քաղաքացիական կացության գրանցումներ բաժնից ընտրեք ամուսնալուծության պետական գրանցում ծառայությունը։ Մինչև առցանց դիմելը, խնդրում ենք հավելյալ տեղեկատվություն բաժնից ծանոթանալ ծառայության մատուցման կարգին և պահանջներին։ Սեղմեք դիմել առցանց։ Համակարգը ձեզ կվերահասցեագրի «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ։ Այս ծառայության համար անհրաժեշտ է խիստ նույնականացում։ Ընտրեք առաջարկվող տարբերակներից որևէ մեկը։ Մուտքագրեք ձեր բջջային նույնականացման քարտի համարը և սեղմեք մուտք։ Այնուհետ ձեր հեռախոսում ավելացրեք պահանջվող գաղտնաբառը։ Նույնականացման ավարտին համակարգը ձեզ կվերադարձնի eServices Moje.am հարթակ։ Խնդրում ենք ծանոթանալ ձեր անձնական տվյալների մշակման ձևաչափին և կարգին։ Սեղմեք լրացնել դիմումը։ Դիմումատու բաժնում Էլ-Փոստ և հեռախոսահամար դաշտերում լրացրեք այնպիսի Էլ-Փոստ և հեռախոսահամար, որոնք մշտապես հասանելի են ձեզ։ Պետական մարմինը ձեզ հետ հաղորդակցվելու է նշված Էլ-Փոստով և հեռախոսահամարով։ Սեղմեք հաջորդ։ Ընտանեկան կարգավիճակ էջում համակարգն ինքնաշխատ կներբեռնի լուծվող ամուսնության ակտային գրանցումը։ Հաստատեք բեռնված տվյալները ընտրելով այն։ Սեղմեք հաջորդ։ Եթե ամուսիններն ամուսնության ժամանակ ընտրել են մեկը մյուսի ազգանունը, ապա ամուսնալուծության ժամանակ կարող են վերականգնել իրենց մինչամուսնական ազգանունները։ Ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է դիմումը ներկայացնելուց հետո 1 ամիսը լրանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը։ Եթե ցանկանում եք արագացված ընթացակարգ, ապա կարող եք ընտրել այո։ Եթե չեք ցանկանում, ապա կարող եք ընտրել ոչ։ Ուշադրություն դարձրեք, որ արագացված ընթացակարգ ընտրելու դեպքում ձեզ համար առաջանալու է լրացուցիչ 100,000 դրամ տուրքի վճարման անհրաժեշտություն։ Տվյալների ստուգում էջում խնդրում ենք համոզվել, որ բոլոր լրացված տվյալները ճիշտ են։ Սեղմեք հանձնել դիմումը։ Քանի որ նշված ծառայության համար գանձվում է պետական տուրք, ձեզ ցուցադրվում է տուրքի չափը և վճարման հաշվեհամարը։ Հաստատեք բոլոր ծանուցումները և սեղմեք վճարել։ Համակարգը կառաջնորդի ձեզ էլեկտրոնային վճարումների միասնական հարթակ։ Վճարումն ավարտելուց հետո համակարգը ձեզ կվերադարձնի eServices Moje.am հարթակի ստորագրման էջ։ Ամուսնալուծության դիմումը ենթակա է ստորագրման երկու ամուսինների կողմից։ Սեղմեք ստորագրել կոճակը և համակարգը ձեզ կվերահասցեագրի այս անգամ արդեն էլեկտրոնային ստորագրությունների հարթակ։ Ստուգեք ցուցադրվող դիմումի բոլոր մանրամասները և սեղմեք ստորագրել կոճակ։ Ընտրեք ձեզ հարմար ստորագրության որևէ եղանակ։ Ստորագրելուց հետո համակարգը ձեզ ցույց կտա փաստաթուղթը հաջողությամբ ստորագրվեց հաղորդագրությունը։ Սեղմեք փակել պատուհանը։ Սեղմեք թարմացնել կոճակը և կտեսնեք ստորագրված դիմումը։ Մյուս ամուսինը կարող է ստորագրման մասին ծանուցել Էլ-Փոստով։ Սեղմեք ծանուցել բոլորին։ Այս դաշտում կարող եք ընտրել ցանկացած Էլ-Փոստ։
Վայրկյաններ անց մյուս ստորագրող կողմը կստանա էլեկտրոնային փոստ, որտեղ կլինի հղում ստորագրության կայքին։ Սեղմելով հղումը, մյուս ամուսինը ևս կկարողանա ստորագրել դիմումը։ Մյուս ամուսնու կողմից ստորագրելուց հետո դիմումը պատրաստ է հանձնման։ Սեղմեք հանձնել դիմումը և կտեսնեք ձեր դիմումը հաջողությամբ հանձնվել է հաղորդագրությունը։ Վայրկյաններ անց ձեզ կառաքվի էլեկտրոնային փոստ դիմումի ընդունման ծանուցմամբ և ձեր ամուսնալուծության գրանցման ամսաթվով։ Հաշվի առեք, որ ամուսնալուծության վկայականը ձեզ կառաքվի էլ-փոստին ձեր նշված ամսաթվին։